Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին 2008-2018 թվականներին սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մի մեծ ալիք՝ Չեխիա 2017 թվականին, Ավստրիա 2015 թվականին, Բոլիվիա 2014 թվականին, Պարագվայ և Լյուքսեմբուրգ 2015 թվականին։ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կազմակերպվել էր պետական մակարդակով համաշխարհային ընդգրկմամբ։ Ստեղծվեց հատուկ պետական մարմին ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որի ղեկավարը հենց ինքը Սերժ Սարգսյանն էր։ Ներկային մի շարք երկրի ղեկավարներ, ինչը վկայում էր այդ ժամանակահատվածում ունեցած հայի և Հայաստանի ունեցած բարձր հեղինակության և միջազգային հեղինակության մասին։ Ներկային Ռուսաստանի, Կիպրոսի, Սերբիայի, Ֆրանսիայի երկրի ղեկավարները կային նաև բարձր մակարդակի պատվիրակություններ։ Կար նաև հոգևոր ներկայություն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կազմակերպել էր հատուկ պատարագ։ Այս միջոցառումը ունեցավ գլոբալ քաղաքական և տեղեկատվական ազդեցություն։ Բարձրացավ միջազգային ճանաչման հարցը, համախմբվեցին Հայաստան-Սփյուռք համագործակցությունը։ Ի տարբերություն ներկայիս իշխանությունների, Սերժ Սարգսյանը կազմակերպում է մասշտաբային միջոցառումներ, որը արժևորում էր մեր ազգային մշակույթը։ Իր կազմակերպած մասշտաբային միջոցառումների շնորհիվ աշխարհը լսել, տեսել, ճանաչել է մեր ինքնությունը, մեր ցավը և մեր պայքարը։ Այդ տարիներին Հայաստանը խոսում էր հստակ, արժանապատիվ և սկզբունքային ձայնով։ Մեր պատմությունը ներկայացվում էր ոչ թե բեռ, այլ որպես ուժ, որը համախմբում էր ժողովրդին և հիշեցնում աշխարհին մեր գոյության մասին։ Իսկ ինչ է կատարվում այսօր։ Այս իշխանության կողմից ականատես ենք մի գործընթացի, որտեղ պատմությունը ենթարկվում է խեղաթյուրման։ Փորձեր են արվում ցեղասպանության մասին հիշողությունը դուրս մղել մեր կրթական և հասարակական գիտակցությունից, այն ջնջելով անգամ գրքի էջերից։ Սակայն պատմական ճշմարտությունը վերացնելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այսօր մեր պարտքն է պաշտպանել ճշմարտությունը նույն ձևով, ինչպես պաշտպանել են մեր նախնիները իրենց գոյությունը։ Մենք իրավունք չունենք լռելու։ Եթե մենք թույլ տանք, որ այդ հիշողությունը մարի, մենք կկորցնենք ոչ միայն անցյալը, այլև ապագայի հիմքերը։ Ես հույս ունեմ իմ սերնդի և գալիք սերունդների վրա, որ նրանք չեն շեղվի ճշմարտությունից և չեն լռի այնտեղ, որտեղ պետք է խոսել։ Վստահ եմ, նրանք շարունակելու են պայքարը իրավունքի, արդարության և միջազգային ճանաչման համար, օգտագործելով բոլոր քաղաքական, դիվանագիտական և իրավական գործիքները։ Քանի դեռ կա հիշողություն, կա պայքար, քանի դեռ կա պայքար, կա արդարությանը հասնելու հնարավորություն, և այդ պայքարը երբեք չի դադարելու։